ինչպես կորակեք Բագրատ Սրբազանի տանը այժմ ապօրինի կատարվող խուզարկությունները։ Դա ակնհայտ է, որ սա քաղաքական բռնաճնշումների հետևանք է։ 4 սցենարներ են գծվել իշխանական քարոզչական ինստիտուտներում եւ այս սցենարներով ըստ էության հետապնդվում է քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը։ Բագրատ Սրբազանը բացառություն չէ եւ արդեն տեղեկացանք, որ մոտ 20 հոգի այս պահին հետախուզում է իրականացում մոտ 20 հոգու բնակարաններում։ Կարծում եմ, որ ակնհայտ է նպատակը որն է։ Ընդհանրապես ճնշեք քաղաքական դաշտը, ընդդիմադիր դաշտը, որտեղ միանշանակ է, որ Փաշինյանը խնդիրներ ունի լուծելու առաջիկայում եւ նախապես դիմադրությունը փորձում է կոտրել։ Պարոն Շահնազարյան, ըստ ձեզ արդյոք սա հետևություն էր երեք հրապարակված իբրև թե պլանի, որը հետո Առավոտյան քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական վարույթ կա նախաձեռնված ահաբեկչության մասով։ Արդյոք այս ամենը դրա հետևանքը կարելի է դիտարկել։ Ես չէի ասի, որ դա հետևանքն է, դա նույն ծրագրի տարբեր դրսևորումներն են, այսինքն սկզբից այսպես ասած քարոզչական ինֆորմատիվ բլոկն է ապահովել, հետո անցել են գործողությունների։ Դա նույն ծրագրի շարունակությունն է։ Իսկ ինչ եք կարծում, եկեղեցուն ուղված այս Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, տենդը ներողություն բառիս համար, որքան դեռ կշարունակվի եւ արդյոք այսքանով կսահմանափակվեն այս գործողությունները։ Ես չեմ կարծում, որ կսահմանափակվի, ակնհայտ է, որ մարդը ունի հիվանդ երևակայություն եւ այդ հիվանդ երևակայությունը անսպառ է, անսահման է։ Այսինքն այն գրառումները, որ նա անում է եւ ըստ էության դա միայն թիրախավորում չի եկեղեցու, ամբողջ պետության եւ ժողովրդի թիրախավորում է, որտեղ երբ որ կարդում ես միջազգային մամուլի վերնագրերը Հայաստանից եկող, պարզապես նոնսենս է, նման բան չի կարող լինել ոչ միտեղ։ Դրա համար ես չեմ ասում, չեմ կարծում, որ կսահմանափակվի, մինչև փորձելու է խայտառակել մեր եկեղեցին, մեր ժողովուրդը, մեր պետությունը, ու դա իր մոտ պետք է ասեմ շատ լավ է ստացվում։ Պարոն Շահնազարյան, ընթերցել եք պլանը երեք հրապարակված։ Հա, նայել եմ այն ինչ որ հրապարակվել են, վստահ կարող եմ ասել, որ դա հեղափոխության, հեղաշրջման ծրագիր չի, դա հորինվածք է, որովհետև Ահաբեկչություն էլ չի ենթադրում իրենից, որովհետև նման անկերպ է կարծես որակվել։ Գիտեք, երբ որ կարդում էի դա, երեք այնքան անլուրջ էի վերաբերվում, որ չէի մտածում, որ կարող է դրա վրա ինչ-որ բաներ կառուցվեն։ Հիմա այս իրողությունից հետո արժե մի անգամ էլ նայել, հասկանալ, թե ինչ են նախապատրաստել քարոզչական փուլում, բայց ինձ համար ակնհայտ է, որ նաև իմ շփումներից թե Սրբազան հորթը, ընդդիմադիր գործիչներ եւ այլն, այնինչ որ երեք ներկայացված էր պլանում, նման քննարկում երբեք որևէ տեղ չեմ տեսել։ Երբեք եւ որևէ տեղ։ Դրա համար նույնիսկ երեք երբ որ լրատվականները խնդրում էին մեկնաբանել, ասում են անլուրջ է, թե մեկնաբանելու իրական բան չկա։ Բայց հիմա տեսնում եմ, որ դա փաստորեն տեղեկատվական քարոզչական նախապատրաստություններ այսօր իրականացող այս ապօրինությունների։